Գիշերների լռության մեջ կան մարդիկ, ովքեր պարզապես քնում են, եւ կան մարդիկ, ովքեր լսում են ճակատագրի շշուկը։ Հասմիկը նրանցից է։ Տարիներ շարունակ նրա անունը շրջում է մարդկանց պատմությունների մեջ, ինչպես մի գաղտնի բանալի, որը բացում է փակված ճակատագրերը։ Ասում են նրա քարտերը պարզապես նկարներ չեն, դրանք դռներ են, դռներ դեպի անցյալ, ներկա եւ այն ապագա, որի մասին մարդիկ դեռ չեն համարձակվում նույնիսկ մտածել։ Շատերը ճանաչում են նրա ձայնը, նրա կանխատեսումները, նրա անսխալ զգացողությունը, բայց քչերն են տեսել նրա դեմքը։ Հասմիկը ընտրել է մնալ ստվերում, որովհետև երբեմն ճշմարտությունը ավելի ուժեղ է, երբ այն գալիս է ոչ թե դեմքից, այլ էներգիայից։ Երբ նա բացում է տարոյի քարտերը, սենյակը կարծես լռում է։ Յուրաքանչյուր քարտ կարծես կենդանանում է նրա ձեռքերում։ Մարդիկ գալիս են Հասմիկի մոտ տարբեր հարցերով՝ սիրո, կորստի, ճանապարհների ու ընտրությունների մասին խոսելու համար։ Բայց հաճախ հեռանում են մեկ այլ պատասխանով՝ իրենց իրական եսի հետ հանդիպած։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ խոսում են Հասմիկի հետ, հասկանում են, որ նա զգում է այն, ինչ սովորական աչքը չի տեսնում։ Եվ մինչ շատերը դեռ փորձում են հասկանալ, թե ով է իրականում Հասմիկը, նա շարունակում է անել այն, ինչ անում է տարիներ շարունակ՝ բացել քարտերը, լսել ճակատագրի ձայնը եւ ցույց տալ մարդկանց այն ճանապարհը, որը գրված է աստղերի ու խորհրդավոր նշանների մեջ։ Հասմիկի մասին լսել են բոլորը, Հասմիկի կանխատեսումները տեսել են բոլորը, նա ունի ավելի քան 1000 գոհ հաճախորդ, սակայն Հասմիկին դեմքը դեռևս չի տեսել ոչ ոք, քանի որ Հասմիկը շեշտը դնում է ոչ թե արտաքինի վրա, այլ իր արտաքինի ներսում թաքնված ինտուիցիայի եւ այն շնորհի վրա, որը Հասմիկը ի վերուստ է ստացել։